Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, այսօր ավանդույթի համաձայն մեր երրորդ մարզային, բայց 6-րդ մարզի 3-րդ փուլն է, եւ մենք այսօր էլ կամփոփենք մեր այցը եւ կսկսենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տպավորությունից։ Շփվեցիք, պարոն Սիմոնյան, մարդկանց հետ։ Ինչ տպավորություն ստացա։ Կարելի է։ Դե ասեմ, որ նախ շատ հաճելի է մարդկանց էմոցիաները, շատ հաճելի է մարդկանց հետ զրուցելը, ասենք դա աննկարագրելի մի բան է, որտեվ ամեն մարդու հետ փոխվում է իր էմոցիան, փոխվում է իր ասելիքը, ու հետո ինչն էր կարևոր, ինչը դուրս եկավ, որ տեսեք, հա, նախ մարդիկ սկսել են շատ նորմալ վերաբերվել, որ ամենաբարձրաստիճան պաշտոնյան շատ հասանելի է, ինքը մոտենում առողջապահության նախարարին, պաշտպանության նախարարին, արտաքին գործերի նախարարին, իր ասելիքը ասում է ու նույնիսկ ինչ-որ բան կա, որ շրջապատ նույնիսկ անտեսում է, որտեղ ինքը այլևս հասանելի է, պաշտոնյան հասանելի է, ու երկրորդ բանը, որ նկատել են, որ էլի դուրս եկավ շատ, որ խոսակցությունը, նույնիսկ դժգոհ խոսակցությունը գնում է ոչ թե մանկապարտեզի գոյության, չգոյության, մանկապարտեզը խանութի կամ որևիցե այլ բանի վերածել, այլ մոտիկ հեռու լինելու։ Ճանապարհի մասին խոսակցությունը գնում է ոչ թե ճանապարհ սարքեք վերջապես, այլ այսքան տեղը սարքել եք, մանկապարտեզը սարքել եք, սեփականաշնորհել եք կամ բան եք արել, ոչ թե դարել է ռեստորան, ոչ թե դարել է գիշերային ակումբ, այլ հեռույա 3 կիլոմետր, բայց ես այդ կներեք հազար ներողություն, բացառված է, որ տենց կարողանանք մանկապարտեզ սարքենք, որ բոլորից 500 մետր։ Դա բարձ է, բայց խնդիրները իրանք խոսուն են, էլի, ընդհանուր, եթե տենց ընդհանրացնում ես խնդիրները, ասում է ճանապարհը կա, բայց ճանապարհը սարքել եք, ստե սարքել եք, բայց կտորը։ Այսինքն խնդիրներից կարելի է հասկանալ, թե մարդկանց այսօր ինչ է ուզում ու ամենակարևորը մարդկանց հանգստությունն էր լավը։ Այդ ներվը, այդ լավացությունը, անվստահությունը, ապագայի նկատմամբ, անվստահությունը իր վաղվա օրվա չկա։ Ինքը եկել է, ինքը ստեղ է, ինքը ասում է ես ուզում եմ մանկապարտեզը ստեղ լինի, ինքը ասում է ես ուզում եմ ճանապարհը այս մեկն էլ լավը լինի, որտեվ ես այլևս ստեղ եմ։ Ինքը իր մտածելակերպը ստեղ է տեսնում։ Ու դա շատ հաճելի է։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան։ Հարգելի գործընկերներ, քանի որ նախորդ անգամ տենց ավտոբուսի երկրորդ հատվածում հիցկավորումը նստեց, այս անգամ ճիշտ է պատրաստված ենք, բայց եթե հիմա նույն ձևով շարունակենք, ավտոբուսի երկրորդ հատվածում բողոքի դրսևորումներ են լինելու։ Պարոն Գրիգորյան, դուք էլ եք, չէ՞, ասում, որ նախորդ եթերից անարդար դուրս մնացածների top 10-ի երկրորդն եք, թե առաջինը։ Հեռախոսից ակումուլյատորը որ նստավ արդեն հասնում էիք։ Էդ եմ ասում, էլի։ Անարդարություն կա այս աշխարհում, էլի, բայց հիմա եկել եմ, որ արդարությունը վերականգնեմ։ Խնդրեմ ձեր տպավորությունները։ Ճիշտ ասած, ժողովուրդ իրականում շատ ջերմընթ ունեցի, էլի, էջուկս ոմանց որ ասում էին Գյումրիու, գիտեք, ես Գյումրիում գիտեք, ու եթերներում էին։ Ես այդ բանը չեմ հասկանում, էլի, կներեք, բայց մենք Գյումրիում ամենաշատ ձայն ստացած քաղաքական ուժն ենք։ Իսկականից չեմ հասկանում։ Ընդ որում մյուսներից էականորեն ավել, նեն չի որ տենց ինչ որ էականորեն ավել։ Այսինքն հիմա եթե մարդիկ բան են արել խափելով, քֆուր դնելով, որ իրար ձայն չեն տալու, հետո գնացել են ձայն են տվել, այդ ասենք ենթադրենք այդ ինչ։ Դա այդ կատեգորիայի մարդկանց մասին է։ Ես տենց գիտես տոննայով կոշի գաղութում, գիտես ինչքան եմ տեսել տենց մարդ։ Ճիշտ ասած, իրանք են միշտ այդ ասում, մենք հակադարձում ենք, որ մենք շատ ենք ձայն հավաքել, բայց այն հեռավոր մարզերում մտածում են, վայ Գյումրին սենց էս։ Ժորժ ջան, ասում եմ, Գյումրիում մենք բացարձակ մեծամասնությամբ բոլորից ինչքան ձայները հլմատով կարան այ, հա։ Իրանցից հետո մի րոպե, բայց հաջորդ ուժը ինչքան է ձեն։ Այսինքն մենք 17000 ձեն ենք հավաքել, մեզնից հաջորդ ուժը 9000 ձեն, ասում են Գյումրիում իրանք պետք է մտածեն ոնց կլինի ընդունելություն։ Այդ ինչ խոստացություն է, ես չեմ հասկանում։ Ապա քաղաքական խոսույթ է։ Ամեն դեպքում մենք Գյումրիում ստացել ենք 17000 ձայն, երկրորդ ուժը, հաջորդը ստացել է 9000 ձայն, Ժորժ ջան։ Բայց այսօր ջերմությունից վստահ ենք, որ պետք է տանենք արդեն կրկնակին, էլի իմ կարծիքով։ Այսօր ջերմությունը դրան էր տանում, եւ ես ինչ եմ ուզում ասեմ, որ Գյումրի 1 հեղափոխություն 3։
Եվ ուզում եմ ասեմ, որ ժողովրդի կամ էլ գնում եք դուք պարոն վարչապետ, մեր պաշտոնյաները, բայց էլի ժողովուրդը ուզում են որ գնանք, ուզում են որ պաշտոնյա հանդիպեն, ուզում են որ հա, այսինքն այս երկխոսությունը հիմա խոճապ առաջացրել, ընդդիմությունը չգիտեմ ինչի մեջ, հա, չգիտի ինչ ասի, ուղղակի ազգային ժողովուրդը Իրապես, այսինքն ռեժիմը չի խոճապի մեջ։ հակառակը մեր մոտ միշտ հակառակն է, նախկին ռեժիմն է խոճապի մեջ։ Ցնցում են համացանցը։ Ինչ։ Մեր այցերը ցնցում Մեր այցերը ցնցում են են համացանցը։ համացանցը։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք, հույս ունենք, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Գավառ խոշորացված համայնքում նույն ջեր ընդունելությունը կարժանա։ Լսեցիք ժողովուրդ։ Ահա, անարդար դուրս մնացածներից, Ես չեմ եղել անցյալ անգամ։ հա ուրեմն արդար եք դուրս մնացել։ Անարդար դուրս մնացածներից Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյան, հա, համեցեք։ Ձեր տպավորությունները պարոն Սարգսյան։ Մեր քարոզարշավից Եթե ուրիշ այլ տպավոր չէ, ընդհանուր առմամբ շատ լավ տպավորություն է թողնում մեր քարոզարշավը ու ընդհանրապես մեր բնակիչների, մեր քաղաքացիների արձագանքը շատ դրական է, շատ պոզիտիվ է։ Լինում են դեպքեր դրվագներ այդ բողոքների հետ կապված, բայց այդ բողոքների մեջ էլ արդարություն կա։ Մարդիկ ինչից են բողոքում։ Հիմա եթե չեն ունեցել մանկապարտեզ, հիմա ունեն մանկապարտեզ, օրինակ այսօրվա դեպքը, մարդիկ բողոքում են, որ շատ ոչ չի իրենց տանը մանկապարտեզ։ Թող բողոքները այսուհետ լինեն այդպեսին, ոչ թե լինեն երկրի սահմանների հետ կապված, արտաքին անվտանգությունների։ Այնտեղ պարոն Սիմոնյան լավ դիտարկում արեց, ասեց, չեն բողոքում, որ մանկապարտեզ սարքել եք ռեստորան, սեփականաշնորհել եք էս որի ինչ։ 2 կիլոմետր հեռու է։ Իսկ նման դեպքեր մենք էլ ունենք, օրինակ մեր համայնքում, երկու համայնքի համար, երկու գյուղական բնակավայրի համար, հիմա կառուցել ենք մանկապարտեզ, շուտով կբացվի, բայց հասկանում են մեր բնակիչները, մեր քաղաքացիները ըմբռնումով են մոտենում։ Մի րոպե, սպասի, մի րոպե, ես դպրոցի համար եմ ասում, ես իմ երեխեքին, էլի 5-6 կիլոմետր ամեն օր տարել եմ մի ուղղությունը, 10 կիլոմետր տարել եմ մանկապարտեզ բերել եմ։ Իմ բնականաբար իմ ծախսերով իմ հաշվի։ Այսինքն այն ժամանակ վարչապետ չեմ եղել, պատգամավոր չեմ եղել։ 1.5 կիլոմետր հեռու է եղել մեր դպրոցը, նշի որ մեր դպրոցը հենց մեր գյուղի մեջ եղած դպրոցը մոտ է եղել մեր տանը։ Այսինքն եթե դու ապրում ես գյուղի ծայրամասում, դպրոցը գյուղի կենտրոնում է, շատ հնարավոր է մեծ գյուղերի դեպքում 2 նույնիսկ 3 կիլոմետր հեռու ընկնի դպրոցը տնից հեռավորություն։ Հենց որ էսի մեծ անհարմարություն չի, կարևորը երեխաների համար կառուցվում է այն նորմաներով, այն պահանջներով դպրոցներում մանկապարտեզ, որ այսօր այդ դպրոցներում մանկապարտեզներում կրթություն, դաստիարակություն ստանալը միայն ու միայն ուրախություն է ապարգևում հենց ծնողին առաջի հերթին, հետո նոր երեխաների իրենց հարմարությունները այսօր Իսկ ընդհանուր դրական է ձեր տպավորությունները։ շատ դրական ու ես մեծ հույսեր ունեմ, որ հունիսի 7-ի գալիք վերընտրություններին մեր ժողովուրդը իր այդ դրական պոզիտիվ ընտրությունը արդեն քվեարկությամբ կարտահայտի։ Դե եկեք չմոռանանք, որ ընտրությունների քարոզարշավը դեռ չի սկսել, հələ դրան շատ կա, քարոզարշավ կա, բան կա եւ այլն։ Դե մարդիկ հիմա մեզ տեսնելով առաջի հերթին դրա մասին են նաև մտածում ու առաջ ընկնելով մեզանից, իհարկե մենք դեռևս քարոզարշավի փուլում չենք, ոչ էլ Սա ներկուսակցական է, բայց մեր քաղաքացիները իրենց ընդունելու ջերմությամբ ցույց են տալիս մեզ արդեն որ իրենք տրամադրված են մեր քաղաքական ուժի հանդեպ շատ դրական։ Պարոն Լևոնյան, դուք էլ եք, չէ՞, նախորդ եթերից անարդար դուրս մնացածներից են։ Տեսեք։ Բայց երկրում չեմ եղել։ Չէ, մի րոպե, ուրեմն անարդար։ Հիմա 1000 ներողություն, բայց անարդար դուրս Տիկին Ղազարյան, դուք անարդար դուրս մնացածներից եք եթերում եւ անարդարություն չեն կարող երաշխավորել, որտեղի չունենա, բայց կարող եք երաշխավորել, որ կհաղթահարվի եւ արդարությունը կվերականգնվի եւ ուրեմն
Եվ ուրեմն ասեմ պարոն վարչապետ, որ բավական ֆանտաստիկ դրական լիցքերով են վերադառնում հատկապես Արագածոտնի եւ Շիրակի մարզից այսօրվա ամփոփումը կանեմ եւ բոլոր մարզերում, բոլոր համայնքներում հիմնականում մի բան ենք տեսնում՝ բարեփոխումների վերաբերյալ բարձաբանող հարցեր եւ այն հաճելի նախանձով, որ մի համայնքում մի բան կատարվել է, իրանց համայնքում ինչի դեռ այդ բանը չի կատարվել կամ ինչի ջրագից օրինակ ես գյուղերով ասնելս միշտ այսպես է լինում հարևան գյուղում ինչի կա ճիշտ են ասում մարդիկ ինչ չի կատարվել։ Հանրային լսումներ են անում առաջնահերթությունները ասում։ Այ հերիքա ցերեկ հարց է տալիս պատասխանը։ Ինչի՞ չի արվել օրինակ։ Ինչի հարևան համայնքում արվել է իսկ հանրային լսման արդյունքում բարձրաձայնի առաջնահերթ իրենց խնդիրները եւ ըստ հերթականությամբ կատարվել։ Տիկին Ղազարյան, դուք իշխանության ներկայացուցիչ եք, խնդրում եմ չցրել, հարցերին տվեք կոնկրետ պատասխան։ Շատ լավ, իրականում պարոն վարչապետ շատ դրական է արձագանքը, շատ ուրախացած եւ ոգեվորված եմ, տրամադրությունից էլ դա զգացում է, շնորհակալ եմ Շատ լավ։ Տիկին Մանավազի, դուք էլ եք անարդար դուրս մնացել։ Կարող է արդար եք դուրս մնացել։ Խնդրեմ ձեր տպավորությունը։ Իրականում ես էլ եմ շատ բարձր եմ գնահատում այն վերաբերմունքը, որ արժանանում ենք մենք ներկուսակցական քարոզարշավի ընթացքում եւ ամենակարևորը, որ ամեն քայլափոխին մեզ հանդիպած քաղաքացիների վերաբերմունքից ակնհայտ է, որ իրենք գնահատում են այն ամբողջ աշխատանքը, որ կատարվում է համայնքում, այդ ծավալը ահռելի որտեղ է ունենում համայնքներում այդ աշխատանքները եւ իհարկե հայո հարևան համայնքի խանդը բնականաբար նախարարների նման կպատասխանեն բոլորը ծրագրերով ընթացքի մեջ են։ Իմիջիայլոց ներողություն եմ խնդրում, ինձ համար շատ հաճելի է հետեւյալ պահը, դե քանի այնպես պլանավորել ենք, որ չի ուզում, որ բոլոր տեղերը համայնքի ղեկավար մարզպետ դիմավոր են եւ այլն, որ մի քիչ բան լինի։ Այդ ընթացքում մարդիկ ինչ հարց բարձրացրեցին, հետո դե ես տեղակ չեմ մանրամասնից, հետո մարզպետը համայնքի ղեկավարը եկավ, միտեղ ասցին մրցույթը կայացել է, միտեղ նախագիծը պատվիրված է, այսինքն բոլոր բարձրացված հարցերը իրանց ընթացքը արդեն ունեին։ Ու սա ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել մեր համայնքների ղեկավարներին եւ մարզպետներին, շատ ապրեն, որ տենց, այսինքն դա նշանակում է համայնքի ներսում երկխոսություն կա մարդկանց հետ։ Երբ մեզ էլ են դիմում նաև քաղաքացիները, հենց այդ նույն խնդրով, որ կողքի համայնքը ինչ ունի, մենք չունենք, դպրոցի կլինի մանկապարտեզի, մենք երբ հետևողական ենք լինում, նույն մարզպետները եւ համայնքի ղեկավարները նույն արձագանքն են տալի, որ ընթացքի մեջ է մյուս ծրագրով կլինի եւ այլն։ Դրա համար ասի, որ Տիկին Ղազարյանի հարցերի պատասխանեմ, որ իսկապես այդպես է արձագանքը եւ ամենակարևոր շեշտադրումը այսօր ասել եմ եւ միշտ ասում եմ, ելի կասեմ, այլևս որևէ քաղաքացի մեզ չի մոտենում եւ չի ասում, որ ընտրությունից ընտրություն եք մտնում մեր համայնքում, որտեղ այդ աշխատանքները երկխոսության մեջ եք։ Այդ աշխատանքները մեզ համայնքի ղեկավարներին եւ ամենաշատը հավանաբար դուք մեզանից շատ նաեւ լինում եք այդ համայնքներում եւ դարձել է դա շատ սովորական։ Շատ լավ, շնորհակալություն։ Տիկին Բադալյան, դուք էլ եք անարդար եթերից դուրս մնացածների ցանկում եւ ես եկել եմ, որ արդարությունը վերականգնեմ։ Շնորհակալ եմ, բայց իհարկե անարդար կլիներ, եթե դա ձեր որոշումը լիներ, եթե մարդկոցներ նստել դա Դե սա կյանքի անարդարությունների շարքից էր, էլի։ Իմ տպավորություններն էլ ֆանտաստիկ են, իհարկե այսօր այն ամենը, ինչ որ ես լսել եմ, տեսել եմ, քաղաքացիները ասել են, դա ահռելի պատասխանատվություն է մեր քաղաքական թիմի վրա, որովհետև մարդիկ հույս ունեն, հույսեր են կապում մեզ հետ եւ ուզում են, որ առնվազն մենք այն ինչ սկսել ենք կարողանանք ավարտին հասցնել եւ ես կարծում եմ, որ մենք դա անպայման անելու ենք մեր ուրախ ավտոբուսով եւ ինչ վերաբերում է ուրախ ավտոբուսին իմիջիայլոց շատ են, չէ՞, այդ քննադատությունները, որ այս ամբողջ իրավիճակում դուք ուրախ ավտոբուս եւ այլն Այո, որովհետև մենք այս ուրախ ավտոբուսով, որ բոլոր քաղաքացիների նպատակները իրականացնում ենք դարձնելու, մենք նաև ուրախություն ենք բերում, յուրաքանչյուր մարզ, յուրաքանչյուր անդադին, յուրաքանչյուր բնակավայր, մենք ուզում ենք այդ ուրախությունը փոխանցել եւ ես կարծում եմ, որ հրաշալի են ամեն ինչ, որ մենք անում ենք եւ մի բան էլ, երբ որ համապետական ընտրություններից առաջ ես այսպես գնում քաղաքացիների հետ շփվելու, այդ խնդիրը միշտ կա էլի, որ մինչեւ ընտրությունները չի լինի, չեք կա։ Մենք հիմա շատ չեզոք ժամանակաշրջանում իհարկե օգտագործելով մեր ներկուսակցական այսպես շարժը, բայց քաղաքացիների հետ շփվում ենք եւ կարծում եմ, որ եւ նրանք են ուրախ եւ մենք էլ շատ երջանիկ ենք, որ կա նաեւ գոհունակություն, կա նաեւ սպասելիք մեզանից եւ մենք պարտավոր ենք այդ սպասելիքները դարձնել իրականություն։ Հա պետք է ասել, որ քաղաքացիներն էլ են ուրախություն տալիս մեզ, դա շատ կարեւոր է եւ դրանից է, որովհետեւ եթե ուրախությունը
մենակ մենք տանք ի վերջո կպարպվի, կսպարվի։ Մենք լիցքավորվում ենք մի մարզում, մի բնակավայրում լիցքավորվում ենք, տեղափոխվում ենք հաջորդ։ Այո, եւ քաղաքացիները թերևս չեն տեսնում, բայց եթե մենք հիշենք ինչպես ենք մենք գնում մարզեր եւ ինչ տրամադրությամբ ենք հետ գալիս, այո, միանշանակ երկով բարով դա նշանակում է, որ քաղաքացիներն են մեզ տվել լիցքերը եւ այդ լիցքերը միայն մեզ համար չի դրական, դա պատասխանատվություն է։ Այսինքն մենք այդ լիցքերը բազմապատկած պիտի վերադարձնենք իրենց աշխատանքի տեսքով եւ մենք դա անելու ենք։ Շատ լավ։ Դուք դուրս եք մնացել նախ։ Ափսոս, ցավոք ոչ։ Կվերադառնանք դեռ առիթ։ ԿՊ երիտասարդական կառույցի քարտուղար Մելանիա Հարությունյան, դուք ինչ տպավորություններ ունեք։ Իրականում ես էլ եմ առաջին անգամն այս գործընթացների մեջ, բայց շատ դրական ու ոչ միայն Շիրակի եւ Արաքածոտնի օրինակով, այլ նաեւ սահմանամերձ մեր մարզերի եւ համայնքների օրինակով հասկանում ենք, որ բարեփոխումները, որոնք որ կատարվում է սոցիալական առողջապահական ոլորտում հասնում են եւ գնահատվում է եւ քաղաքացիները կողմ են խաղաղության օրակարգին ու նաեւ որպես երիտասարդի աչքերով ասեմ մեր երեխաները եւ երիտասարդները հանգիստ կարողանում էին մոտենալ մեզ ու կարծես մեր քաղաքացիական պայմանագիր Հուսավսյան սիմվոլ դարձած սրտիկով փորձում էին նկարվել եւ առաջին տպավորությունը ինձ համար այն էր որ այն սերը, համերաշխությունը, խաղաղությունը, որ մենք փորձում ենք մեր սրտիկի միջոցով փոխանցել, հասնում է մեր քաղաքացիներին, հասնում է մեր երիտասարդներին ու մեր երեխաներին եւ ինչքան էլ շատ հաճախ մեր ընդդիմադիրները փորձում են որոշակի վատ եւ բացասական ուներ տարածել, մեր քաղաքացիները շարունակում են ընտրել խաղաղությունը եւ բարեկեցությունը, իմ տպավորությունը ամբողջապես առաջինը այս անգամ մեծ տեսնել եմ։ Շատ լավ։ Տիկին Հարությունյան, դուք Հայրենի Գյումրիից ինչ տպավորություններ ստացաք։ Իմ տպավորությունները շատ վառ են եւ ես մի քիչ ժամանակից առաջ ընկնելով, քանի որ վաղը մարտի 8 է, ուզում եմ ողջունել եւ ողջևորել բոլոր այն կանանց, ովքեր որոշում են կայացրել քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ քաղաքական ակտիվություն ցուցաբերելու, իհարկե մեր հասարակությունում հաշվի առնելով բոլոր թիրախավորումները, խոչընդոտները, դժվարությունները, կանանց համար բոլորովին էլ հեշտ չէ քաղաքական ակտիվություն ցուցաբերել, բայց կեցեն ԿՊ կանայք ու կեցեն բոլոր այն կանայք, ովքեր որոշում են կայացրել ակտիվ լինել եւ շատ կարեւոր հարցեր բարձրացնել ու նաեւ ի պատիվ ձեզ մեր քաղաքական ուժի այսօր կանայք շատ կարեւոր եւ պատասխանատու օղակներում պաշտոններ են զբաղեցնում եւ այդ կերպ մենք նաեւ խթանում ենք կանանց ներգրավվածությունը, ինչը կարծում եմ շատ կարեւոր է։ Շատ լավ։ Տիկին Վարդանյան, ձեր տպավորություններից ինչ կարող եք կիսել։ Իմ տպավորությունները ֆանտաստիկ են։ 3 խավ կա, մանուկները, մեծահասակները եւ երիտասարդները։ Երեքն էլ մեզ շատ դրական են ողջունը, հատկապես հեղափոխության Նիկոլին եմ հիշում, որ ձեզ շատ ջերմ ողջուն է, դե տարեցների մասին խոսք չկա, հատկապես առողջապահության ոլորտում եւ կենսաթոշակների ոլորտում իրականացրած փոփոխությունների համար եւ այսօր շատ ֆանտաստիկ էր Չամիչո Բուլկի բենդի ու ձեր համագործակցությունը, որ էլի ֆանտաստիկ էր։ Ես շատ տպավորված եմ, որ հատկապես եղանակային պայմանները նույնիսկ չեն խոչընդոտում մեր ոչ միայն խաղաղության ավտոբուսի, այլ նաև ուրախ ավտոբուսի մեր հանդիպումներին, որովհետև այսօր բացահայտել է մեր ավտոբուսը սիրո, խաղաղության եւ ուրախության ավտոբուս է։ Եվ քանի որ Պարոն վաղը հնարավորություն չեմ ունենա ձեր լայվով շնորհավորելու իմ մայրիկի գլխավորությամբ ուզում եմ շնորհավորել բոլոր հայ մայրերի, կանանց, աղջիկների մեկամսյակը եւ ուզում եմ որ բոլորս ապրենք խաղաղ, ապահով եւ բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում ու մի բան էլ ավելացնեմ, որ մեր քաղաքացիները շատ իրապես հավատում էին, որ սա իրական Հայաստանն է։ Ու հավանեցին, չէ՞։ Ու շատ հավանեցին, այո, ու բոլորը ցանկանում են, մյուս անգամ ավելի շատ ենք ինձ թվում է մեր հետ վերցնելու, այո, ու սա պետք է լինի վաղվա մեր իրական խաղաղ բարեկեցիկ անվտանգ եւ կայուն Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Խաչատրյան, այսօրվա մեր արշավը ինչ տպավորություններ նոր կամ կրկնվող ինչ տպավորություն ստացա։ Պարոն վարչապետ, այս պահին ես բավարարվածության եւ հպարտության զգացողություն ունեմ
եւ դրա հիմքում ժողովրդի ջերմ ընդունելությունն էր, վերաբերմունքն էր մեր նկատմամբ, այսօր որ ես տեսա նորից համոզվեցի եւ ես կարծում եմ, որ ջերմ ընդունելությունը վերաբերմունքը օբյեկտիվ պատճառներ ունի եւ այդ օբյեկտիվ պատճառները մեր արած աշխատանքներն են, մեր խոստումներն են իրականացված դեռ մի բան էլ ավել եւ շատ կարեւոր է պատկերացնենք, թե ինչ ժամանակահատվածում ենք այս իրողությունները դարձրել իրականություն, պատերազմ, կորոնավիրուս, համաճարակ, անընդհատ Ղարաբաղի հարց, շրջափակում, փախստականներ եւ այս վերջին 5 տարի լեցուն է եղել այսպիսի արտակարգ իրադրություններով, իրավիճակներով, բայց կառավարությանը, մեր թիմի եւ մեր ժողովրդին հաջողվել է գրեթե բոլոր խոստումները իրականացնել, դեռ մի բան էլ ավելին։ Եվ ես դրանից միայն հպարտություն եմ զգում այս պահի դրությամբ եւ վստահ եմ, որ հունիսի 7-ին մենք սրա թվային արտահայտությունը ունենալու ենք շատ ավելի բարձր, քան 21 թվականին ենք ունեցել, երբ որ ոչինչ չունենք կարած բացի ժողովրդական արժեքները որդեգրելուց, բայց ունենք խոստում, ասում ենք ապագան կա, հիմա է ապագան, հիմա տեսանելի է, շոշափելի է եւ առարկայական է, հետեւաբար իսկ միայն տեսնում եմ լավ ընտրությունների արդյունք եւ տեսնում եմ խաղաղ իրադրության պայմաններում արդեն կատարվող աշխատանքների բազմապատկում։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Պարոն Համբուրգյան, դուք ոնց որ թե նախորդ երկուսին չեք մասնակցել։ Հարգելի պատճառով, պարոն վարչապետ։ Երևանի ասֆալտի հարցերն եք լուծում։ Չէ, երկրում չեմ եղել, եթե անկեղծ Երևանի ասֆալտի հարցը մնացած բոլոր աշխատանքային եւ մնացած բոլոր աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերով ենք զբաղվել։ Միջայլոց քաղաքապետին էլ, նախարարին էլ, փոխվարչապետին էլ հանձնարարել եմ, խնդիր եմ դրել, որ այդտեղ պետք է մենք ինստիտուցիոնալ նաև որոշակի լուծումներ ունենանք եւ որպեսզի նաև այս գարնանային շրջանում մեր սիրելի երևանցիները շատ կոնկրետ բաներ տեսնեն։ Ես տեղյակ եմ, պարոն վարչապետ, ձեր հանձնարարականի, ձեր հանձնարարության փոխվարչապետի մոտ ես անձամբ եմ ունեցել հանդիպում տարածքային նախարարի մասնակցությամբ պարոն Խուդացյանի, մենք քննարկել ենք մի շարք հարցեր, թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել կառավարությունը, որպեսզի նաև Երևանը ունենա այն հսկայածավալ, որտեղ որ մարզերում են իրականացվում ճանապարհաշինության մասով գոնե ինչ-որ մի մասով Երևանը ունենա եւ փոխվարչապետը ձեզ պատասխանելով նամակագրությանը նշել էր այն կետերը, թե ինչ քննարկումներ են եղել եւ մենք շնորհակալ ենք, որովհետեւ մենք այժմ առանձնացնում ենք այն հատվածները, որոնք որ առավել խնդրահարույց են, որպեսզի կառավարությունը տարածքային կառավարման նախարարության միջամտությամբ կարողանա որոշակի ծավալ վերցնել իր վրա, որպեսզի որոշակի չափով Երևանի հոգսը թոթափվի։ Այդտեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, որակի վերահսկողության ճանապարհային դեպարտամենտի կարողություններն ավելի են, եւ ես հանձնարարել եմ, որ աջակցենք քաղաքապետարանին, բայց նաեւ գիտեմ, որ արդեն նախարարությունը Իսակովի պողոտայի գործը վերցրել է եւ Իսակովի պողոտան ամբողջությամբ նախարարությունը կիրականացնի։ Ու նաև այո, այդ օրը հենց պայմանավորվածության համաձայն մենք մեծ ուրախությամբ պատրաստ ենք այդ ամբողջ վերահսկողությունը, այսինքն այն փորձարկումները, որոնք որ իրականացնում են, մենք տրամադրել ճանապարհային դեպարտամենտին, որովհետև այնտեղի կարողությունները էլ ավելի պրոֆեսիոնալ են եւ նաև Չէ, հետո նոր տեխնիկա ենք էլ ձեռք բերել, ասենք մարդ ամենայն հարգանքով, բայց ժամանակակից տեխնիկա ենք ձեռք բերել, տեխնիկայով անգամներով հեշտացնում է։ Հենց դա է ուզում նշել, պարոն վարչապետ, որ այնտեղ կա նաև դուք ռեսուրսը, կառավարությունը ռեսուրսը ավելացրել եւ կարողությունները ավելացրել եւ բնականաբար ավելի պրոֆեսիոնալ կլինի, ինչի համար մենք միայն ուրախ ենք, որ մենք ցանկանում ենք, որ մենք Երևանում ունենանք այնպիսի ճանապարհաշինություն, որ առնվազն այն ստանդարտները, որոնք որ ասֆալտը ունակ է, դիմակայել, այսինքն իր գործողության ժամկետը, իր սպառման ժամկետը մենք ապահովենք հենց այդ որակյալ ասֆալտով, որպեսզի ցանկացած բարակայում ինչ տևողությամբ, ինչ քանակի ծություններ որ եղան եւ ինչ քանակությամբ մենք աղ եւ ավազով մշակենք, այդ ճանապարհները չվնասվեն, այնպես որ այս համագործակցությունը մենք շուտով Բայց ներողություն կարծիքներ են հնչում, որ մենք արդեն կարող աղ ու ավազից պետքա նաեւ հրաժարվենք, ուրիշ տեխնոլոգիաներ սկսենք օգտագործել, որը մի քիչ ավելի թանկ է, բայց մյուս կողմից էլ ասֆալտն էլ է թանկ։ Աղն ու ավազը բան են անում, ի վերջո վնասում են։
գնացել ասես նման քննարկում ունեցել ենք հեղուկ աղի, այսպես կոչված։ Կան նյութեր կան, էլի։ Հա, մենք նման քննարկում ունեցել ենք, այս բանին այդ քննարկումները ընթանում են, բայց ներկա պահին մեր ամենամեծ խնդիրը այն է, որ մենք ունենանք նախ որակյալ ճանապարհներ եւ կարողանանք բավարարել այն կարողություններ, այն հատվածները, որտեղ որ մենք ունենք խնդիրներ ասֆալտապատման, թե առաջնային փողոցներում, թե երկրորդական փողոցներում եւ այնուհետեւ այդ քննարկումները զուգահեռ ընթանում են, որպեսզի մենք կարողանանք մտածել նոր տեխնոլոգիաների կիրառում ձյան մաքրման ու սառույցի վերացման հետևանքների հետ կապված։ Իսկ մարզային շփումներից ինչ տպավորություններ ստացա։ Մարզային շփումներից բարձր իմ ցավոք սրտի իմ առաջին այցելությունն էր, ես ուղղակի ապշած եմ, ես ուզում եմ մեկ մեջբերում անել, որ իհարկե մենք Գյումրիում դիմ ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած քաղաքական ուժն ենք, բայց այսօր ես համոզվեցի, որ մենք Գյումրիում ավելի քաղաքական համակրություն ունենք, որովհետև այսպես կոչված, որ ընդդիմությունը տնկարում է, որ Գյումրին տեսեք պարտվեց, ես այսօր շրջելով թե ձեր հետ եւ թե առանձին շրջելով, ես որևէ բարձրացական դրսևորում քաղաքացիների կողմից չեմ տեսել, իրենք մեզ ընդունել են, իրենք մեզ հարցադրումներ են արել, իրենք մեզ հետ Գյումրի 1 հեղափոխություն 3 հունիսի 7-ին։ Այո, հունիսի 7-ին ես վստահ եմ, որ մենք Գյումրիում ունենալու ենք այնպիսի արդյունքներ, որ անգամ շատ ու շատ տեղերից ավելին կլինի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Պարոն Սիմիջան, ինչ տպավորություններ, բարև ձեզ։ Դուք էլ եք նախորդ հարցազրույցից անարդար դուրս մնացածներից։ Լավ տպավորություն է շատ, պարոն վարչապետ, ես ինքս զարմացած եմ քաղաքացիների արձագանքից, իմ համար կարևոր է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս որակի եւ ես նոր մշակույթի միջոցով նաեւ հանրության հետ շփման հնարավորություն ունի, շատ տպավորված եմ, բայց նաեւ որպես շրջակա միջավայրի նախկին նախարար ասեմ, որ կարծես տեղումները ձմեռային եւ գարնանային լավն են եւ քանի որ դուք վերջերս հայտարարեցիք, որ ջրային մեր պաշարները ջրային ոլորտը լինելու է մեր առաջնահերթության մեջ, հաջորդ 5 տարվա top 5 թեմաներից մեկն է ջուրը եւ նրա հետ կապված ամեն ինչ։ Այո, կարծում եմ, որ տարին լավ է դասավորվում, առատ է ջրային տեղումներով եւ հույս ունեմ նաեւ կառավարության այն ծրագրերը, որոնք գոյություն ունեն, իրականացվեն եւ նաեւ մեր ջրային քաղցրահամ ջրերի պաշարները արդյունավետ կրեզերվացնեն եւ նաեւ արդյունավետ կօգտագործվեն։ Հա, այս տարի հույս ունենք, որ այսինքն կարևոր է նաեւ որ համառը շատ բան չլինի, էլի չորային չլինի։ Այս պահին, այսինքն կա ռեսուրսը կկուտակենք ջրամբարներում, բայց կարևոր է ամառ հույս ունեմ, որ տենց երաշտային չի լինի, որ շատ ստիպված չլինենք։ Վարչապետ, կարևորը նա է, որ հիմա 1800-2000 մետր բարձրության վրա արդեն ծավալված ձնակույտը գարնանային տեղումների, այսինքն հույս ունենան, որ գարնանային անձրևային տեղումները շատ կլինեն, որոնք սելավների եւ հեղեղների միջոցով մեր գետերը եւ ավազանները կլցվեն։ Մենք ջրային պաշարները արդյունավետ կօգտագործենք։ Շփումներից գոհ կարճ ասած։ Ես ոչ միայն գոհ եմ, ես տպավորված եմ, անկեղծ ես ինքս չեմ սպասել եւ այսպիսի սպասումներ չեմ ունեցել, շատ տպավորված եմ։ Եվ ոչ միայն տպավորված եմ դրանով, տպավորված եմ նաեւ կուսակցության եւ նաեւ կուսակցության վարչության որոշմամբ այսպիսի երկուլանի այս գործընթացի մասով կարծում եմ, որ մշակույթ է եւ հույս ունեմ, որ մյուսները օրինակ վերցնեն մեզնից։ Իրանց գործն է։ Պարոն Ղալումյան, ձեր տպավորություններն ինչ են, արդեն երրորդ։ Բավականին դրական են տպավորությունները, պարոն վարչապետ, քանի որ անցած շաբաթվա մեր շրջագայությունից էլ կարծիքս չեմ հայտնել, ուզում եմ ասել, որ մենք ավտոբուսով այդ շրջայցի ժամանակ ամենատպավորիչը սահմանամերձ համայնքները վասնելի սահմանամերձ համայնքների բնակարարական ապահովության 16 միլիոն հրանոց ծրագրերի հսկայական է։
թաղամասերով շրջացնել, որ բավականին տպավորիչ էր։ Ես ինքս արդեն էլ չեմ տպավորվում, բայց կարծում եմ գործընկերների շատերը տպավորված են նաև Գիրանցի սահմանագծված սահմանազատված հատվածից, որտեղ սահմանազատված հատվածում Գիրանցի պատից 20-30 մետր հեռավորության վրա արդեն Գիրանցի բնակիչները ցանկապատում են իրենց այգիները եւ ինտենսիվ այգիներ հիմնում։ Այսօր շատ էլի դրական տպավորություններ Գյումրին, քանի որ Գյումրի վերջի համայնքապետի ընտրությունները բավականին մոտիկից մասնակցել են, իմ կարծիքով Գյումրի բնակչությունը հասկացել է ընդդիմության այդ սցենարը, որ մենք տեսանք Գյումրի քաղաքապետի ընտրություններում, ամբողջությամբ համոզված են, որ համապետական ընտրություններում, ազգային ժողովի ընտրություններում մենք այստեղ շատ ավելի մեծ թվով համակիրներ ունենք եւ շատ ավելի շատ ձայն։ Ну պետք է խոստովանել նաեւ, որ մենք արդեն քաղաքական ավանդույթ ունենք, որտեղ 21 թվականի ընտրություններում, ես դրա համար այսօր ասի Գյումրի 21 թվականի ընտրություններում մենք հուլիսին Գյումրիում 65% ձայն ենք հավաքել, 60 պլյուս, կարող է սխալվի։ Հետո թիմ ընտրություններում քիչ ձայն ենք հավաքել։ Այս անգամ նախորդ թիմ ընտրություններից շատ էականորեն ավել ձայն ենք հավաքել, եւ ես դա ասում եմ, այս առաջիկը եթե Գյումրի շատ խոսում է, ուրեմն թվաբանությունը հետևելն է, Գյումրի 1 հեղափոխություն 3։ Ինչ կասեք այդ թեմայով, պարոն Բագրատյան։ Պարոն վարչապետ, նախ ասեմ, որ այս հանդիպումների ամենաշատը տպավորված եմ ներդաշնակությունից, որ կառավարությունը, քաղաքացի ներդաշնակ են, այլևս չկա շտապողականություն, որ մի բան շուտ ասենք, բազի վարչապետին տեսնենք, չէ, մարդիկ հանգիստ իրենց միտքը փոխանցում են, հետո խնդիրները այլևս իրենք դարձել են տարանջատվող։ Իսկ պարզ քաղաքացու աշտարակ քաղաքում 70-ից քաղաքացուն հարցնում եմ, ասում եմ, նախ ողջունում ենք, հետո ասում եմ շնորհակալ եմ, մենք ձեզ ինչով օգտակար ենք, ասում եմ դուք խաղաղությունը պահեք, իմ թոռը ծառայում։ Մեր գործը կանենք, ձեր օգնությունը մեզ պետք չի, մենք մեր գործը կանենք։ Քանի տարեկան է։ 70։ Եվ հələ խաղաղությունը պահել ենք, թոռը կծառայի հետ կգա, թոշակը ավելացնում ենք, առողջության ապահովագրությունը։ Այսինքն նրա ինքը պատկերացնում է իր ներդաշնակությունը փոխանցվում է։ Այսինքն եթե մենք սպասում ենք, որ քաղաքացին կարող է բացասական կիստ տանես, ընդհակառակը ինքը կրկնակի դրական ռիսկ է փոխանցում։ Այսինքն հաջորդ հանդիպում դու ավելի լավ սրտես, որովհետև այդ տպավորությունը անընդհատ քո հետ, քո ապրումները քո հետ են։ Եվ այդ բացառիկ հանդիպումներ են, ուղղակի ես ասում եմ, որ ես չէի սպասում, որ այդ կարգի փոփոխությունը տեսանելի է։ Թվում էր թե ժամանակ է պետք, որ կարելի խորացնենք թոշակը, ապահովագրության մեր փոփոխությունները, կարծում եմ, որ մի երկու ամսից նոր արդյունք։ Դե էդ էլ է շատ հետաքրքիր, որ իսկականից համակարգ հետ նշանակում է լիարժեք աշխատում, որտեղ բոլոր տեղերը ըստ էության առաջին բանը էդ է, այսինքն տարիքով մարդկանց հետ առաջին։ Բան վարչապետ, իսկապես համակարգից օգտվողները շատ են եւ փոխանցում են, որ գնացինք անվճար, մեկ աչքս վիրահատեցին, մյուսը էս վիրահատությունը։ Ես մենակ մի խնդիր ունեմ, ես կուզեմ այդ անվճար բառը դուրս գա, որտեղ դա անվճար չի։ Վճարելա կառավարությունը, դա անվճար չի, վճարելա կառավարությունը, վճարելա Հայաստանի Հանրապետությունը։ Երեք ես եղեգից գյուղում էի, մեր վերևի հարևանը ամուսինները թոշակառուներ են, 42-43 թոշակ են ստանում։ Ասում ամեն մեկս 30,000 տեղերի էր տալի։ 60,000-ով ավելացավ։ Հիմա այդ մարդիկ ասում եւ 10,000-ն է ավելանում։ Եվ ուրախ այդ օրը տեղ էին բերել, ասում են այդ փողը չենք տալի։ Իրոք 60, 20 ու 80, եթե հետ վճարել անեն, 100,000 դրանով ամուսինների ռեալ եկամուտը ավելանում։ Եվ իրենք ասում են մենք հաշվում ենք, որ ի վիճակի ենք 100,000 տնտեսելու։ 100%։ Տնտեսելը չգիտեմ, բայց քան ավելացել է։ Իրանց փողն է, ինչ ուզում են։ Հա, ի նկատի ունեմ, իրանք հրաշալի հաշվել են։ Հրաշալի շատ բարձր տրամադրությամբ զրուցեցին, ուղղակի փոխանցեցին, իմ տրամադրությունն է բարձրացա, որ իհարկե։ Բա մեր այս տրամադրությունները ժողովրդի, հեսա մի հատ թաքուն վիդեո եմ նկարել, այս բան իրիկունը գցելու եմ։ Այս մեր ժողովրդի տրամադրությունը ինչի՞ց, այս թիմը, ասենք, այնքան բան է կրել, այնքան տառապանք է կրել, այնքան 21 թիվը, 22, 23 եւ այլն, եւ սոցիալական ցանցերում այդ բանը, այդ բոտային հարցակումները եւ այլն, եւ այս մարդիկ գալիս են մարդկանց հետ շփվում են
էներգիայով լիցքավորվում են ու իսկապես դա այդպես է։ Սա շատ կարևոր է, սա ակնհայտ է։ Իսկապես։ Իսկական հեղափոխություն իրենքն է, բայց այս հեղափոխությունը ավելի կարևոր է, քան նա, չնայած գիտեք, մեկը մյուսի սենց ոնց որ շարունակությունն է, օրգանական շարունակություն։ Ձևակերպեցիք պատմաքաղաքական հեղափոխություն։ Պատմաքաղաքական։ Հա, ես ուզում եմ մի քիչ քննեմ, էլի լավ խորը հասկանամ։ Հետաքրքիր միտքեր էլի։ Դե առաջկայում առիթ կլինի, այսօր չտարածնեմ այդ թեմայով, առաջկայում առիթ կլինի, ասեմ ինչ նկատի ունեմ, որովհետև կուսակցական ֆորմատներով քննարկել ենք մի քանի անգամ, բայց համաձայն եմ, որ պետքա բացվի, թե ինչ է հետաքրքիր շերտեր կունենա, էլի պատմաքաղաքական։ Շատ լավ։ Վերջը պոզիտիվ է։ Շատ պոզիտիվ, անկեղծ շատ։ Էներգիայով լիքը։ Դա ցանկություն կա նորից հանդիպելու, նորից հանդիպելու։ Դե նորից հələ ունենք։ Քաղաքներում Նույն քաղաքներում Քարոզարշավի ժամանակ մենք իմիջիալը կապարանն էլ այսօր դե բանի բերումով գիծը տենցել, բայց մենք պարտք ենք կապարանին, այց ենք պարտ կապարանին, Սպիտակին ենք պարտ, Վանաձորին ենք պարտ, Ստեփանավանին ենք պարտ եւ Տաշիրին ենք պարտ այցելություն, դա կանենք, անպայման կանենք, բայց ապրիլ կընկնի երևի էլի, որ չէ դե այս մեր ներկուսակցական քվեարկությունից հետո կգնանք ընդեղ արդեն։ Պարոն Գաբրիելը, ինչ զգացողություններով եք վերադառնում Գյումրիից։ Իրականում ինչ որ պետք է ասեմ, պարոն վարչապետ, դուք պարոն Մագրացյանի խոսքի մեջ ասել եք համարյա թե միանշանակ դրական, որովհետև այս շփումները, այս քաղաքացիների մեր ջերմընդունելությունը մեծ էներգիա է տալի, այդ թվում նաև մոտիվացիա հաշվի առնելով, որ որքան էլ կառավարող ուժը եւ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր են իրագործել, այնուամենայնիվ այն խնդիրները, որոնք որ քաղաքացիները բարձրացնում են, այդ ուղղությամբ միանշանակ մեծ աշխատանք կա դեռ տանելու եւ կասկած չունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին կառավարող ուժի մանդատը վերահաստատելու են, որպեսզի կառավարող ուժը շարունակի այդ ծրագրերը իրագործել։ Բայց մենակ մանդատը վերահաստատելը մեր խնդիրը չի լուծում։ Միանշանակ բացարձակ համադրական մեծամասնություն, որպեսզի մենք այս մեր մեկնարկած ծրագրերը, որոնց մասին քաղաքացիները խոսում էին, միջև վերջ տանենք եւ դա դարձնենք անշրջելի, սա կարևոր է։ Ինստիտուտներ սարքենք եւ երրորդը, որը որ կասեմ, քանի որ Գյումրիից ենք վերադառնում, որ դրական, որովհետեւ այսօր ես առանց զղեր եմ վերադառնում Գյումրի։ Դե բանն է, դա ձեր ինչպես ասում են, քաղաքական ամենահետաքրքիր քամբեքներից մեկն է, ձերը, որ Գյումրիի ոչ անհայտ իրադարձությունների արդյունքում դուք վայր դրեցիք ձեր պատգամավորական մանդատը եւ շատ հետաքրքիր է թե այն որ մարդը պատասխանատվություն է ստանձնում, հետո ինչ էֆեկտներ թվում է թե այդ կարար ընկալվել որ վերջ, սա քաղաքական գործունեության վերջն է եւ հետո ինչ է տեղի ունենում ԿՊ վարչության ընտրություններում ընտրվում եք վարչության անդամ, այդ հələ քիչ չի, մի հատ էլ ներկուսակցական քվեարկությունում առաջին 50-ում որ երրորդ տեղն եք առանց քվոտայի 15 15-րդ սխալը գիտակցելը եւ պատասխանատվություն կրելը չէ դա շատ հետաքրքիր դա շատ հետաքրքիր նյութ է շատ հետաքրքիր քաղաքական առումով կարևոր երևույթ է երեկում ենք փոխսպանել դա շատ հետաքրքիր նյութ է ու հետաքրքիր է որ նաև էտերում բան անում կուսակցությունը նաև գնահատում է երբ որ մարդը իր վրա վերցնում է պատասխանատվություն եւ ինքը իր անձնական բանը անձնական ընկալումը ստորադասումը թիմային թիմի նաև դիտակցական մակարդակն է ցույց տալի հա էլի դե բարձր շատ այո եւ մենք էլ նույն թիմի անդամ ենք, այսինքն մեզնից յուրաքանչյուրի պահվածքը այդ եւ մեր սխալներն էլ ա, դե մենք բոլորս խոցելի սխալական մարդիկ ենք, հուզական, բայց նաեւ ստապ գնահատում ենք վիճակը, պատասխանատվությունը, այնպես որ շնորհավորում եմ ձեզ, առիթ չի եղել։ Շատ լավ։ Բայց այսօր մեկը ասում էր, որ Վիլեն Գաբրիելյանի անունը տենց Գյումրիի քաղաքական բանահյուսության տենց շատ կարևոր էջերից մեկում տեղ ունի, այդ էլ պակաս ձեռքբերում չի, հենց որ չտերագնահատենք։
մեր համար Գյումրի երկու սցենարը քաղաքական չի եղել։ Պարոն Ղալումյանը առօրվանից ասում է, որ Վիլոն Գյումրի երկու ճանի է։ Գյումրի 1։ Իսկ հիմա մենք կանդրադառնանք թեկուս անարդար, թեկուս արդար, բայց առաջին եթերից առաջինն է, թե որն է, թե այն առաջինում չեն կարել սենց եթեր։ Խնդրեմ պարոն Լևոնյան։ Այս տոպրակը սուրճ այստեղ եւ սարըթեյ։ Տպավորություններով կիսվենք Քարոզարշավի, հա, մեր ներկուսակցական։ Ամենակարևոր բանը, որ ես նկատեցի պարոն վարչապետ եւ հարգելի ունկնդիր, դա իրականում բարձր գիտակցություն ունեցող քաղաքացիներին հանդիպելներ այսօր։ Օրինակ հանդիպեցին քաղաքացու, ով ասում էր, որ ես իմ վաստակի իմ ամենօրյա քրտինքը չեմ պատրաստվում տալ դրսից կառավարվող ինչ-որ ուժի, ինչ-որ սոց դրսից ղեկավարվող ու ներդրված եկած տեխնատուին, որը խոսում է արդեն իսկ բարձր գիտակցության քաղաքացու, նամանավանդ այդ թեզը մենք դեռ քարոզարշավ չենք սկսել, սա մեր ներկուսակցական քարոզարշավն է, բայց քաղաքացին այնքան բարձր գիտակցություն ունի, որ նա հասկանում է դա եւ կարողանում է այդքան բանը արդեն արտաբերել եւ ինքը օպիտացած թազը ճորից տարբերակել։ Տպավորությունները բարձր են, բարձր դրական, կար լիսկ, կար դրայվ, էներգիայով լեցվում, ես ցավում եմ իհարկե, որ առաջին 3 մարզային հանդիպումները բաց եմ թողել ինձ համար հարգելի պատճառներով եւ միայն լավ տպավորություններ են, սպասում ենք հետագա մեր մյուս մարզերը այցերի։ Բարի գալուստ Քարոզարշավ։ Մեր հաջորդ գործընկերը, ով թեկուս արդար ձևով, բայց դուրս է մնացել եթերից, դուրս էր մնացել, այո, Արսեն Թորոսյանը, համեցեք պարոն Թորոսյան, ձեր տպավորությունները։ Ես իրականում դուրս եմ մնացել, բայց եկել եմ բոլոր Չէ, ես եթերից էի դուրս։ Ու ամեն անգամ համոզվում եմ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Եվ նախ մեր քաղաքացիները շատ լավ ամեն ինչ հասկանում են եւ ես միշտ էլ ասում եմ, որ այն բոլոր քաղաքական ուժերը, որ նսեմացնում են քաղաքացուն եւ քաղաքացու որոշում կայացնելու ունակությունը, տենց ձախողվելու են անխուսափելիորեն։ Մենք էլ դե ուժեղանում ենք թիմով, պարոն վարչապետ, այս ներկուսակցական քարոզարշավ եւ ես կարծում եմ, որ քաղաքացին նաեւ հասկանում են, որ եթե ուժը իր ներսում sense որոշումներ կայացնում, ինքը նաեւ դրսում էլ ասած որոշումներ կայացնում, ժողովրդավարության եւ առողջ մրցակցային պայմաններում ու նաեւ սա պետքա օրինակ լինի մյուս քաղաքական ուժերի համար, թե ինչպես է պետք խոսել ժողովրդի հետ, նաեւ ցույց տալով իրենց ներքին այդ process-ները, որտեղ շատ ենք ասել, ով է որոշում, որ իրենց տեխնատուն կամ իրենց ցուցակը պետքա լինեն հենց այս մարդիկ։ Արդյոք որոշում են հենց իրենց կուսակցականները, թե էլի դրսից։ Արդյոք այդ որոշումների կայացումը տենց շատ անկեղծ է, թե ինչ որ մոտիվներով։ Մեր դեպքում շատ པարզ թափանցիկ է, նույնիսկ դժվարություններով անցել ենք բան, բայց մենք էլ ենք թրծվել, կոփվել ու ուժեղացել եւ ցույց ենք տալիս շատ թափանցիկ։ Սա մեր ամենակարևոր ուժեղ կետերից մեկն է եւ մի բանը շատ ենք այսօր խոսացել դրա մասին, քաղաքացիների տված հարցերը ինձ անձնապես երևի մեր գործընկերներն թույլ են տալիս համոզված լինել, որ մենք մի ուրիշ մակարդակի պահանջմունքների առաջ ենք հիմա քաղաքացիների կողմից։ Ես մի անգամ հիշում եմ կառավարության նիստին ասացի, որ այդքան ճանապարհ ենք սարքի, այդքան դպրոց, մանկապարտեզ, դա քաղաքացի համար դարձել է սովորական եւ դա լավ է։ Ու իրանց պետք է հիմա որ այդ մանկապարտեզում կրթությունը որակյալ լինի, դպրոցում դասատուն լավը լինի, երկրորդ դպրոցը լինի, դպրոցը թեկուզ մոտիկ լինի, այսօր դրա մասն է խոսեցինք։ Այսօր մի քաղաքացի ասում է մենք մշակույթի տուն չունենք։ Այո։ Ասենք Պարզ է, չէ, դա նշանակում է, որ մյուս դպրոցը, մանկապարտեզը, ճանապարհը, ջուրը, լուսավորությունը, աղբանությունը արդեն բավարար մակարդակ է։ Տրանսպորտը, ջուրը, մեկ էլ օրինակ է, եւ նշանակում է մշակութային կյանքի պահանջ կա, որը նշանակում է այդ բան կա, չէ, Մասլոյի բուրգ կա, պահանջմունքների, սկսած սովորական սնունդից, հետո արդեն ավելի բարձր սոցիալական կարիքներ։ Հիմա մենք էլ մեզ դա նաեւ տալիս է բան, հուշում, հա, որ մենք ինչպես պետք է կառուցենք մեր մյուս 5-ամյա ծրագիրը։ Հա, տենց էլ կառուցում, շատ լավ։ Հո, իհարկե։ Եթե ժամանակ
Պարոն վարչապետ, նախ ուզում եմ նշել, որ ինձ համար շատ առանձնահատուկ էր, որ այս ֆորմատով առաջին անգամ ենք այցելել մեր մարզ, քանի որ ես մարզի ներկայացուցիչ եմ։ Ուզում եմ ասեմ, որ Տիկին Հովհաննիսյանը Արագածոտնի մարզպետի տեղակալն է։ Շատ առանձնահատուկ էր այս այցը, ուզում եմ ասել, որ սիրելի մեր Արագածոտնի մարզի բնակիչներ, ձեր տված սերը ու ջերմությունը կրկնապատիկ դրական ազդեցություն է ունեցել։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Նաև ուզում եմ պարոն վարչապետ մի արձանագրում անեմ, օրինակ այս սրանից մի տարի, երկու տարի առաջ, երբ որ ներմարզային այցեր էինք անում ու առաջնահերթությունները որոշելու համար, որ ինչ ծրագիր ընդգրկենք մեր կատարվող ծրագրերի մեջ, լինում էր, որ մարդիկ նշում էին, որ այն մարդ թող խաղաղություն լինի, թող պատերազմ չլինի, մեզ մնացած ամեն ինչ նորմալ կլինի, իսկ այսօր այդ պատասխանը էլ չենք ստանում ու բոլորը դրական միայն խոսում են, թե ինչ այլ ծրագրեր կարող ենք իրականացնել։ Այսքանը շնորհակալ եմ շատ։ Շատ լավ, շատ լավ։ Շնորհակալ ենք։ Պարոն Պապիկյան, այսօր շփվեցիք զինվորի ծնողների հետ։ Այո, պարոն վարչապետ։ Ինչ էին ասում։ Էլի անհավես չեն չի, հիմնականում շնորհակալ են բոլորը։ Հա, այսօր շատ մի կարևոր բան հրապարակային առաջի անգամ ասեցինք, որ անվտանգության խորհրդի նիստից հետո առիթ չէր եղել ասել, որ ուրեմն ՊՆ հերթացուցակում գտնվող զինծառայողների բնակարանի հերթացուցակում գտնվող բնակարանային խնդիրները 4 տարում լուծելու ֆինանսական բանաձևը դրել ենք, արդեն բյուջետավորման process-ի մեջ ենք եւ բոլոր հերթագրվածները առաջիկա 4 տարիների ընթացքում կստանան բնակարան։ Այսինքն կստանան բնակարանի համար վկայական, որով կլուծվի այս խնդիրը ամբողջությամբ, այսինքն այլևս Հայաստանի Հանրապետությունը 90-ականներից կուտակված պարտքերը կհամարի փակված։ Այո։ Այսինքն խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր 90-ականներից հերթագրվել են բնակարան ձեռք բերել, զինվորական, այո, երկարամյա ծառայության պարագայում այդպիսի հնարավորություն։ Շատ լավ։ Ուրիշ բան ունեք ավելացնել։ Ուրիշ բան տպավորությունները դրական շատ, որովհետև մի բան է կարևոր, պարոն վարչապետ, կուզեմ դրա վրա շեշտադրում կատարել։ Մարդիկ խնդիրների մասին անգամ խոսելիս չեն խոսում զուտ դա որպես խնդրեմ, այլ այդ խնդրի լուծում են ակնկալում հենց մեզանից։ Այսինքն լուծումը կապում են մեզ հետ։ Բաում հետ կապում։ Սա 26 թվականի ընտրություններից առաջ շատ կարևոր ուղերձ է մեզ։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, ինչ ունեք ասելու, պարոն Կոնջարյան։ Ինձ այս վերջին բոլոր հանդիպումների ընթացքում շատ հաճելիորեն հատկապես են իրավիճակն ագրավում, որ մարդիկ հանգիստ են, իրենք հույս ունեն, այդ հույսը ակնհայտորեն կա եւ իրենք կոնկրետ ծրագրերի մասին են խոսում, բայց նաեւ մի ուրիշ բան կա, որը էլի շատ է ինձ համար հաճելի է, որ մարդիկ շատ ուշադիր հետևում են ազգային ժողովի աշխատանքներին, իրենք համարյա բոլորիս հատկապես ակտիվ խոսացողների ելույթները լսում են ու ինչն է այդտեղ կարևոր, որ իրենք ասում են, որ շատ կարևոր է, որ այդ խոսքը հնչի, որպեսզի մենք իմանանք, որ մեր ընտրած իշխանությունը այնտեղ իր տեղում է եւ կարող է հաճախ թվա, որ ազգային ժողովի այդ թեժ ելույթները, այդ բանավեճերը թվում է թե մարդկանց հոգնածնում են, բայց իրականության մեջ շատ մարդիկ գնահատում են այդ խոսքը այն համատեքստում, որ ժողովրդի իշխանությունը այնտեղ ամուր է եւ դա ես կարծում եմ, որ չափազանց կարեւոր է եւ նաեւ մենք խոսեցինք ձեռքբերումների մասին, բայց մի բան էլ եմ ես նկատում, որ ոչ միայն փոխվել է մեր կյանքը, փոխվել է նաեւ մեր խնդիրների որակը։ Մեր խնդիրները այն ժամանակ եւ մեր խնդիրները հիմա, նույնիսկ մեր խնդիրներն են մի քանի մակարդակ ավելի բարձր, քան թե այն ժամանակ, եւ ես կարծում եմ, որ դա էլ է խոսում առաջընթացի մասին, ու դա ընդհանուր առմամբ շատ լավ է եւ ես միանշանակ շատ դրական եմ տրամադրված առաջիկա process-ների մասին։ Շատ լավ։ Պարոն Խուդացյան, ինչ ունեք ասելու։ Պարոն վարչապետ, 15 համայնք ենք արդեն այցելել 6 մարզում եւ բոլոր համայնքներից իմ տպավորությունը նույնն է, որ քաղաքացիները առաջին հերթին գնահատում են Հայաստանում հաստատված խաղաղությունը եւ պատրաստ են պաշտպանել խաղաղությունը եւ
հասկանում եմ, որ առաջիկա ընտրությունները համապետական այդ խաղաղությունը պաշտպանելու մասին է։ Երկրորդը մենք մեծ ծավալի աշխատանք ենք իրականացրել համայնքներում կենսական խնդիրների լուծման մասով եւ հիմա մենք իհարկե գույքագրում ենք մնացյալ խնդիրները, բայց 2026-31 թվականներին պիտի մտածենք այլ անելիքների մասին, որովհետեւ այն կենսական խնդիրները, որոնք համայնքներում կային, դրանց զգալի մասը այլևս լուծված է եւ պիտի կրկնեմ այն, ինչ նախորդ անգամ ասացի, քաղաքացիները ակնհայտ է, որ խնդիրների լուծումը որպես իշխանություն կապում են մեր հետ եւ դա լրացուցիչ պատասխանատվություն առաջացնում մեր համար ու նաև պարտավորություն է մեր համար։ Կարծում եմ հաջորդ մարզեր, որ այցելենք, ելի նույն պատկերն ենք ունենալու, որովհետև մեր մարզերի աշխարհագրությունը 6 մարզեր ենք այցելել, այդ մարզերի աշխարհագրությունը իրարից տարբեր է, բայց զգացողությունը նույնն է եւ քաղաքացիների ազդակը նույնն է։ Ակնհայտ այսօր լավ այցել ունեցանք, իրականում տպավորիչ էր, չասեմ մեր սպասելիքից ավել, բայց իրականում սպասելիքից գերազանցած։ Եվ կարծում առաջիկա այցերը նույն շարունակությունն են ունենալու, նույն տրամաբանությունն են ունենալու։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Տիկին Մակունց։ Ջերմ օրեր, ամենատպավորիչը ինձ համար Արթիկի մեր այցներ։ Անկեղծ ասած, ես ինքս տրամաբանություն չեմ կարող ընդունել եւ անհասկանալի էր մարդկանց այդ կարգի մեծ բազմությունը, որ մեզ դիմավորում էր։ Ու շատ ոգևորված էին, մենք բոլորս էինք ոգևորված, շնորհակալություն էին հայտնում հիմնականում։ Իհարկե նաև խնդիրներից էին խոսում, որոնց արձագանքում էին նախարարները, փորձում էին օգնել, լուծումներ տալ, տեխնիկական հիմնականում ինչպես ինչ-որ բանից օգտվել, ինչպես կարողանան բարեփոխումները, որ արվել են դրանցից օգտվել։ Այսպես է, շատ լավ օր էր։ Շատ լավ։ Պարոն Եղարյան, զգում եմ, որ շատ կարևոր բան ունեք ասել։ Դա թող ունկնդիդը դատեմ, բայց ես պարոն վարչապետ մի բան նկատեցի, որ կհետևեք դիտումների քանակը ոնց է վերանում։ Ես միացած բան նկատեցի, որ այն խնդիրները, որոնց մասին որ խոսում էին քաղաքացիները, ես օրինակ այդ խնդիրները չեմ հանդիպել մամուլում, հանրային քննարկման հարթակներում, այսինքն տպավորությունը, որ օրինակ նշ չստացվել է, որ հիմա մամուլի դեմ եմ խոսում իրենց բան վատաբանում եմ, բայց ես կուզենայի, որ այդ խնդիրների մասին ես լսած լինեի հանրային տարբեր հարթակներից։ Օրինակ դիցուկ մի օրինակ բերեմ, մեզ մոտեցավ Արթիկում մի քաղաքացի, ասաց, որ Փանիկ գյուղից էր ինքը, ասաց իրենց մոտ կա հայփոստի հին շենք, հայփոստին պատկանած, որը հիմա չի գործում եւ իրենք խնդրում են, որ այդ շենքը ուղղակի արտաքինից ավելի լավ տեսքի բերեն, որովհետեւ ամբողջ գյուղը ոնց հասկացա այդ մարդու ասելուց արդեն բերված է շատ լավ տեսքի, այդ մի շենքը մնացել է, որ այդ լավ տեսքի հետ այդքան էլ չի խոսում։ Այսինքն նախ ես զարմացա, որ Փանիկ գյուղում խնդիրը մնացել է հենց այդ հայփոստի այդ մի շենքի շեշտեմ արտաքին տեսքը զուտ։ Ասեց որ պետական հանրային կարիքի համար ու այսպես բազմաթիվ մանկապարտեզի խնդիրը, որ ինչի է 3 կիլոմետր այլ ոչ թե 1 կիլոմետր հեռու գյուղի ամենավերջին տնից օրինակի համար ես եկա եզրահանգման, որ շատ հարցեր, որ այսօր քննարկվում են մեր մամուլում, ոչ մի կապ չունեն մեր քաղաքացիներին ուզող հարցերի հետ, այդ թվում եւ միջազգային մասշտաբի որոշ հարցեր, որ բարձրացվեցին։ Դա բացատրություն ունի, որովհետեւ այդ հարցերը մամուլ բերողներն էլ կապ չունեն ժողովրդի։ Ու սա է իմ հետևությունը, ու կուզենայի մեր քաղաքացիներին էլ ասել, որ իրենք էլ շատ չտարվեն այդ մեյնսթրիմային, այդ թիթերի կյանքով, այդ սենսացիոն վերնագրերից, չգիտեմ։ Այդ թող մեզ այդ գանքարոզարշավների տեսնեն։ Հա, եթե Լսեք, ես միտք տվեցիք, որը ես տենց մտածում էի, որ չարժի ասել, սովորաբար տենց բան կա, չէ, որ իշխանությունը կտրվում է իրականությունից։ Բայց հիմա նենց իրավիճակ կա, մեր մոտ հակառակն է, որ ասենք լրատվությանը հետևող մի հատ շերտ կա, որ կներեք այդ թվում հազար ներողություն, այդ թվում նաև մենք կամ մեզնից շատերը, որ ասում են, վայ, անսպասելի է, որ իսկ ինչ էր անսպասելի, մենք բացատրենք, ինչ էր անսպասելի, ինչ էր անսպասելի։ Նաև այդ մամուլի ազդեցությունից։ Ոչ, նաև չէ, հենց այդ մամուլի ազդեցությունից։ Որովհետև ասենք մեզ թվում է, թե մենք բոտը եւ բանը բոտին ու մարդին սկսել ենք իրար տարբերել։
Մենք շփվում ենք իրական մարդկանց հետ։ Ընդ որում ասում եմ, մեր գործընկերները նշեցին, մենք ինչքան ժամանակ ասենք, ձեր նախարարված ժամանակը մենք տարին քանի անգամ ենք մարզեր գնացել։ Անընդհատ, միտեղ մի դպրոց, միտեղ մանկապարզ եւ այլն, եւ մենք անընդհատ, այսինքն այս իրական հանրայնությունների մեջ ենք անընդհատ։ Հա։ Նկատի ունեմ, որ մեր շատ գործընկերներ ասում են, վայ եւ այլն, ասենք, միշտ էլ է սա։ Ընդ որում բաներն էլ, բանավեճերն էլ, բաներն էլ, կռիվներն էլ, վիճաբանություններն էլ, էլի որ էլի լավ է, էլի հաղորդակցության շատ կարևոր ձև է, ինձ համար օրինակ այդ օրգանական հաղորդակցության շատ կարևոր ձև է։ Մենք պետք է քաղաքացիների հետ խոսանք, ասենք, մի հատ իրանք մեզ ասեն, մենք էլ իրանց ասենք, որովհետև այդ շատ կարևոր բան է, որովհետև չի կարելի, որ մենք ուղակի բան անենք, մենակ կամ ասողի կամ լսողի դա երկխոսությունը պետք է տեղի ունենա։ Եթե դա բոլորը մոտենում խոսում են, այսինքն այս չի որ ինչ-որ բան կարող են կտրել, թաքցնել։ Չէ, ուզենակ կտրեք, հետո մեր հետևից ընկեք, չենք մտնի ուղիղ եթերով։ Բոլորի աչքի առաջ։ Այսինքն ինչ որ մեկը հարցից խոսած։ Այդ ինչ է։ Ինչ որ մեկը մեզ ստիպում է, որ մենք այդ ամեն ինչ ուղիղ եթերում անենք, չէ իհարկե։ Բայց մենք ինչով ենք, եթե տենց խնդիր կա, ինչ ենք ավտոբուսի մեջ ուղիղ եթերը միացնում ենք, դուրս ենք գալիս։ Ինչ ենք տենց անում, որովհետև իսկ ինչի պետք է չանենք։ Այո, որտեղ խնդիրը կա, դիմանանք այդ մասը։ Իրականություն կա։ Իրականություն մեկը այդ մարդն է, իր առօրյայով, իր խնդիրներով, եւ իրականություն երկրորդը այդ ինչ որ սենյակներում, երբեմն AI-ի միջոցով, երբեմն իրենց էլիտար համարող մարդկանց միջոցով, դա ձևավորվող օրակարգեր են, որ իրենք իբր թե հասկանում են բաներ, որից ժողովուրդը չի հասկանում, ու հետո դա տենց իրանք որոշում են, որ այդ օրակարգերն է պետք տալ ժողովրդին, ու փորձում են մամուլով այդ ամեն ինչը պարտադրել։ Կամ Դա պատմականորեն իրանք չեն որոշում։ Ես նաև դա նկատի ունեմ, երբ որ ասում են պատմական հեղափոխությունը, տեղ նրբություններ կան, նաև այդ երանգները նկատի։ Իսկ այս վերջերս որ նաև քանի որ նույնիսկ խոսալ չգիտեն, արդեն AI-ին են բացարձակապես դիմում, այսինքն այդտեղ երկու շերտ կա, մարդիկ որ քիչ թե շատ խոսել գիտեն եւ փորձում են իրենց պարտադրվածը պարտադրել մարդկանց, որ խոսել են չգիտի ընդհանրապես եւ իրենց պարտադրվածը արհեստական բանականության միջոցով են ուզում պարտադրել մարդկանց, բայց մարդիկ իրենց առօրյա խնդիրներով իրենց խնդիրներով են բանականությունը դորդրվում բնականաբար ու գիտեք ինչն է կարևոր, որ հիմա մարդիկ ինչի են օրինակ շատ պահանջում, որ դպրոցից հետո լինի մանկապարտեզից հետո լինի ճանապարհից հետո ջրագիր։ Լավ են անում, ու ասեմ ինչի, որովհետև լավ են անում պահանջում։ Երբ որ պարոն վարչապետ չկար ջրագիծը, օրինակ Իրաստան գինը $5,000 էր, ջրագիծը եղավ դառնում է $10,000, երբ որ ճանապարհն է կառուցում տանկինը դառնում է $15,000, երբ որ կառուցվում է մանկապարտեզը արդեն դառնում է $20,000, երբ որ դպրոցն է կառուցվում $25,000, այսինքն մարդու եկամուտը օրինակ աշխատավարձ է, կարող է վերջի 8 տարում 150,000 դրամից եթե դարձել է 250 կամ 300,000 դրամ, բայց իր իրական կենսամակարդակը մենակ դրանով չի ավելացել, իր $5,000 տունը օրինակ կամ հողը, որը գյուղում էր, այս ներդրումների շնորհիվ դարձել է $25,000, $30,000, որը նույնպես կապիտալ է, որը նույնպես հարստություն է, եւ լավ են անում, որ պահանջում են ու իրենք ինչն է կարևոր, ինչի են մեզանից պահանջում, որովհետև A գիտեն, որ մենք կանենք, եւ B գիտեն, որ մենակ մենք կանենք, ու լավ են անում, պահանջում են մեզ էլ իրանց նշանակած աշխատողներն են պահանջում են, լավ են անում, ես նորմալ եմ համարում, ես նույնիսկ այսօր մեր լայվի մի հատվածում այդ ընտանիքի օրինակը, նույնիսկ այն ընտանիքում, որտեղ ոչ մի խնդիր չկա, բոլոր սոցիալական հարցերը լուծված են, ամուսինները կարող են վիճել, ասենք պատը ինչ գույն ներկել։ Այսինքն բոլոր հարցերը լուծված են, ոչ մի ֆինանսական խնդիր չկա, բայց կարող են երկուսով իրար հետ քննարկել թե պատի գույնը, այսինքն միևնույնն է, միշտ ինչ որ քննարկելու բան, որոշելու բան կա։ Դա նորմալ է։ Ժողովրդավարական հասարակությունը դրա համար է։ Թող որ այդ ձևի հարցերը քննարկման առարկա լինեն, ոչ թե օրինակ
պատերազմի, թե խաղաղության հարցերը, այլ խաղաղ զարգացման մեջ ինչ ձեռնարկելու Ինչն է պետք առաջինը, ինչքանն է սկզբից կապիտալ ծախսերի քանի տոկոսն է պետք ջրի վրա դնել, քանիսը ճանապարհի, քանիսը էլեկտրահաղորդման գծի եւ այդպես շարունակ։ Խնդրեմ, պարոն Ալեքսանյան։ Պարոն վարչապետ, քանի որ հասանք Երևան, վստահ լինելով մեր գործընկերների մտքի սրության եւ պայծառության վրա, վստահ եմ, որ շատ նոր բան ասել չեմ կարող։ Մենակ ասեմ, որ մթնոլորտ այնքան ջեր մեր Արագածոտնի ու Շիրակի մարզերում, որ հեսա տեսեք ոնց են կակնված։ Մնացած ամեն ինչ լավ է, մյուս լավ նորություններն է, որ ձեր հազը ահագին պակասել է։ Այո, ջան, արդեն համարյա անցնելու վրա է։ Կանխատեսումներով այս մյուս քարոզարշավին արդեն չի լինի։ Ինչ ունեք ասելու Տիկին Ջրան։ Ես ուզում եմ շարունակել ձեր խոսքը, որ ասում եք հրավերությունների կատարված իրականություն։ Ուզում ասեմ, որ երբեմն լսելով մեր քաղաքական դաշտի տարբեր բևեռների ներկայացուցիչներին, միշտ իմ մոտ լինում է տպավորություն, որ մեր քաղաքական դաշտն է կատարված իրականություն, իրենց վերլուծությունները, իրենց արած առաջարկները, ընդ որում ոչ միայն միջազգային քաղաքական իրականությունից են կտրված, այլ նաև ներքաղաքական իրականությունից եւ որևէ պատկերացում չունեն ժողովրդի իրական հոգսերի, մտորումների եւ ցանկությունների մասին եւ դա է պատճառը, որ իրենք ձախողում են։ Իրենք միշտ մտածում են, որ ինչ-որ չարուժեր են խանգարում իրենց հաջողվել հաջողության հասնել քաղաքականության մեջ, բայց դե իրանք ասում են, ինչ ասես ասում են։ Չեք հետևել, ինչ ասես ասում են։ Հենց նույնիսկ այս մեր բաներից սկրինշոթեր են անում։ Բա այդ մարդիկ ընդհանրապես քաղաքականությունից ես զարմանում եմ, էլի ասենք, Որչական չսովորեցնենք իրենց քաղաքականություն։ Իրանք չեն կարասո, եթե այսքանից հետո չեն սովորել։ Իրանք սովորացնեն էր, որ իրանք թվում էր, հասկացանք, հեղափոխություն անելու մատ, ուրեմն բան ես, ուսապարկ ես առնում, գնում ես 100 կիլոմետր քշում ես այն կողմ, ու տենց 100 կիլոմետրից քայլելով գալիս ես, հենց հասնում ես բան Մաշտոցի պողոտա հեղափոխությունն է։ Հա բայց քանի անգամ են արել մարդիկ։ Որտե արանքում են Դիլիջանի պավարոտները կարաս ավտոյով գաս, նայող չկա։ Այո։ Հետո հացադուլանը սպեց ու տես թափում, բայց իրականությունն է, որ բացարձակապես ժողովրդից կտրված են եւ չեն հասկանում, որ ժողովուրդն է իրանց իշխանության աղբյուրը եւ դրա համար նաեւ վիրավորում են։ Օրինակ հիմա որ մեր քաղաքաշավից ինչ-որ նյութեր են տեղադրում տարբեր սոցիալական հարթակներում եւ մարդիկ են լինում, որ դրական մեկնաբանություններ են գրում, տենց գովում են, բան մեկի մտնում տեսնում ես այդ մարդկանց վրա են հարցակում, ինչ ասես, ասում են դուք ինչ եք փաստորեն, դուք եք ժեղ, դուք եք թուրք, ես ինչ եւ որևէ կերպ չեն հասկանում, որ նման ձևով միայն վանում են մարդկանց։ Եվ դա է պատճառը, որ միշտ ձախողվում են եւ շարունակել են ձախողվել։ Բայց վերադառնալով պարոն Կոջարյանի ասածից, որ ասում էր խնդիրների որակն է փոխվել, ես այս վերջին մեր մի քանի օրերի այցերի ընթացքում անընդհատ մտովի հիշում եմ Աբրահամ Մասլոյի պահանջմունքների բուրգը եւ ինձ մոտ ամբողջությամբ այն բանն է ընկալումն է ստեղծվում, որ մարդիկ արդեն հաստատապես են իրենց առաջին ֆիզիկական անվտանգության պահանջմունքը բավարարված են զգում եւ արդեն ավելի վեհ բաներից են սկսում խոսել իրենք, օրինակ այսօր ասում են մշակույթի տուն ենք ուզում։ Լավ են անում, կունենա։ Դա շատ լավ է, իհարկե այդ եմ ասում, շատ գոհունակությամբ արձանագրում եմ, որ բոլորովին արդեն այլ որակի խնդիրներ են, այլ որակի պահանջներ իրենք ունենում եւ այլ որակի խնդիրներ են մեր առաջ դնում, ինչը մենք անպայմանորեն պետք է կատարենք։ Պարոն Սանոսյան, ինչ թարմ տպավորություններ։ Ես արդեն հասնում ենք տեղ, բայց շատ կարճ ասեմ, ամենակարևոր բանը, որ անվտանգության մասին գրեթե հարցեր չկա, միայն շնորհակալություն ձեզ թիմին խաղաղության համար։ Ես այդտեղ էլ ֆիքսեցի, չի եղել, որ մենք Շիրակ գնանք եւ մեծ մասամբ այդ հարցերը չշոշափեն հյուսիսարավի հետ կապված։ Որտեւ հյուսիսարավը իսկապես Շիրակի համար հերիք չի անչափ կարևոր ճանապարհ, բայց դարձել էր կյանքում մահի ճանապարհը, որտեղ բազմաթիվ վթարներ էր լինում, խնդիրներ կար եւ հիմա շատ կարծում եմ հաջողությամբ եւ հեշտությամբ
երթևեկում են եւ արձանագրեցինք, որ ամենաայսօրվա թեժ բանավեճը եղավ մանկապարտեզի հեռավորության մասին, իսկ դա խոսում է, որ մենք արդեն ամբողջովին այլ բնույթի, այլ որակի ենթակառուցվածքներ ունենք, այլ մարդկանց տեղվածությունը կարող Էդ ուշ հիշեցի, որ իմ երեխեքի մանկապարտեզը 6 կիլոմետր հեռու է եղել։ Ամեն օր 6 կիլոմետր գնացել են, 6 կիլոմետր Այնպես որ ձեր երեխա կարող ենք ամփոփելով ասել, որ հաջորդ 5 տարիներին հսկայական քանակությամբ եւս աշխատանք կարվի եւ այդպիսի խնդիրներ կարծում եմ այլևս չեն բարձրացել։ Ուրիշ խնդիրներ կլինեն, որովհետեւ էլի ուզում եմ մենք հիշենք։ Ինչա տեղի ունենում, որ դու խնդիրը լուծում ես։ Տեղի ունենում մեկի փոխարեն 3 նոր խնդիր։ 3-ը լուծեցիր, ստանում ես 9 խնդիր եւ այդպես շարունակ։ Դա զարգացումը դա է։ Ավելի բարդ խնդիր, բնականաբար ավելի բարդ խնդիր, ավելի ծախսատար խնդիր եւ այդպես շարունակ։ Ուր ենք ասել։ Տիկին Հակոբյան, դուք ինչ ունեք։ Ես մտածում էի, որ ինձ հասնեք, ինչ չէ, սկզբում կասեմ։ Ուզում եմ ասել, որ մարդիկ երբ որ նոր տիպի խնդիրներ են մեզ բարձրացել, հենց դա է խաղաղության մասին խոսում, որովհետև եթե մենք պրոյեկտ ենք օրինակ մի ընտանիքի վրա, մարդ, եթե ընտանիքը չունի տուն, երազում է տուն ունենալ, հնարավորության դեպքում հիմքն է գցում, հետո կտուրն է կապում, հետո պատերն է սարքում։ Հիմա մենք հասել ենք այն խնդիրներին, որ արդեն պատի գույնն ենք ներկում կամ ինչ-որ տան մեջ ինչ-որ առարկա ենք առնում մոտավորապես, այսինքն մարդկանց խնդիրները էգզիստենցիալ չեն, որքան էլ որ օրինակ փորձ է արվում ներկայացնել, որ էգզիստենցիալ խնդիր ունի Հայաստանը պետք է փրկել։ Դրա լավ օրինակներ, օրինակ պարոն վարչապետ, 2 օր առաջ այդ ահասարսուր վերնագրերն էին։ Այն, որ իրականում խաղաղություն է, փորձում էին ներկայացնել, որ Սյունիքը վտանգված է, հիշեք ինչ վերնագրեր է։ Ես տեղակ չեմ եղել, հետո եմ իմացել։ Չէ, պատկաստ պարոն վարչապետ, ասում են, որ Սյունիքում կրակոցներ է, վտանգ է, ու ես անգամ հանել եմ այն լրատվամիջոցներին եւ այն էջերը օրինակ սրբազան ամենակրող 2 օր առաջ։ Պարզվում է, որ շատ խուլ ձայներ են լսվել Իրանից եւ դա անդիմությունը եւ կայքերը ներկայացրել է իբր Սյունիքը Կապանը վտանգի տակ է։ Բայց Կապանում ոնց կարա ձայն լսվի։ Ես ձեզ կուղարկեմ նյութերը կտեսնեք ինչ էին տարածում եւ ոնց կարա Կապան, այսինքն Իրանից Կապանում ձայն լսվի։ Շատ խուլ կներես, շատ խուլ հիմա որ շատ խուլ կարող է Վեներայի վրայից է ձայներ լսվեն։ Այո, եւ ու ես ինչ եմ ուզում ասել, պարոն վարչապետ, շատ ընդդիմադիր մարդիկ, ես դրա մասին ա եղել խոսքը։ Այո, բայց դա ներկայացվում էր անգամ անցնելով մարդկանց հիշողության վրա, չէ՞ որ պատերազմ է անցել մեր ժողովուրդը, ընդամենը 5 տարի առաջ օրինակ մեծ 44-րդ պատերազմ, էլ չեմ ասում որ անցնում են այն բարոյական սահմանը, որ մարդիկ ունեն զինվորներ օրինակ Սյունիքում ծառով, այդ ամեն ինչի վրայով անցնելով ուզում են ստեղծել։ Բայց հազար ներողություն, զինվոր այսօր ինձ զինվորի ծնող խոսեց դրա մասին, որ սենց բան ա եղել եւ այլն, ասի անհանգստացել եք, ասեց իրական չէ, որովհետեւ կապի մեջ ենք հեռախոսի զանգեցին։ Ինչ է ուզում ասել, որ շատ ընդդիմադիր քաղաքացիներ գիտեմ, իրականում ընդդիմադիր, որոնք օրինակ լայվ էին մտել, ու ասում էին, ինչ պանիկա եք տարածել, ամեն ինչ նորմալ է։ Ես շատ մենակ մերոնց չեմ լսել, էլի օրինակ մեր գաղափարակից մարդկանց, այլ հենց ընդդիմադիր դիրքորոշում ունեցա, որ նրանց նախորդ լայվերը եւ գրառումները նայել եմ ընդդիմադիր բնույթի, բայց այդ հարցով օրինակ քննադատում էին այդ գործելավոճը։ Ինչ եմ ուզում ասել, որ որքան էլ ուզում են ցույց տան, որ շատ օրհասական է մեր երկրի վիճակը, իրականում քաղաքացին հասկանում է, որ մենք հասել ենք պատիգույն ենք ընտրում կամ մի որևէ ավելի էսթետիկ որևէ միջամտության կարիք ունենք այսօր մենք եւ քաղաքացին։ Այսօր որ ասցիք օրհասական, ես վերջերս չեմ հիշում Սփյուռքում համայնքներից մեկի հետ հանդիպման է, համայնքի մեր հարգելի ներկայացուցիչներից մեկը ինչ որ հարց էր տալիս, ասում էր այս օրհասական պահին եւ այլն, դուք այնտեղ եք, պարոն Թորոսյան, ասի կներեք, էլի մի հատ խնդրում եմ բացատրեք, ինչի է օրհասական, ինչով է օրհասական պահը, ախր այն ժամանակ, երբ որ օրհասական էին, տենց բան կար, չէ, Աստվածաշնչում նոր կտակարանում տենց մի հատ արտահայտություն կա, ասում է, բան արենք, սուք արինք դուք չլացեցիք,
բան արինք, կարճ ասած, երբ նվագեցինք դուք չպարեցիք, երբ սուք արինք դուք չլացեցիք։ Հիմա ի՞նչն է հասականների, խնդրում ենք բացատրեք, ու բնականաբար բացատրություն չեղա։ Ու այսօր դրա շարունակությունը աշտարակի դրվագներ, երբ որ բարձանում ենք եւ մարդը ասում է հետեւյալը, ասում եմ ինչ կա, ոնց է կա, ասում է դե եսի մելի, ասում եմ ինչ ա եղել, մոտենում եմ, ասում է երկրի վիճակը եւ այլն, ասում եմ դե խնդրում եմ բացատրի, ինչ ա երկրի վիճակը, ասում է դե գործ չկա, ասում եմ շատ լավ, ինչ մասնագիտություն ունեք, ասում է բանվոր, ասում եմ բանվորի համար գործ չկա եւ այդ պահին համայնքի ղեկավարը մոտենում է, ասում է հենց հիմա բանվորի 50 թափուր աշխատատեղ կա տարբեր մեր ծրագրերով իրականացված բանում ու սա շատ հետաքրքիր դպրոցաշինություն ճանապարհ այնքան աշտարակում հիմա ասեց 1.5 միլիարդի բանա սուբվենցիոն ծրագիր կա 26-ին է 1.5 միլիարդ էլ մեկնարկելու է եւ 2 րոպեից քանի որ հասնում ենք սիրելի հայրենակիցներ արդեն այսօր մեր եթերը ոչ թե ընդհատվում է այլ ամփոփվում է տեղ հասնելու բերումով լավ եղեք մինչև նոր հանդիպումներ բայց այսօրվանից մի հատ վիդեո դեռ կհրապարակենք շատ թաքուն վիդեո է որպեսզի բոլորը տեսնեն ոմանց այն վիդեոն ոմանց դեմքը մթությունից պարզաբանվի լավ եղեք